Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Էմմա Շաբոյանի հետ, կինոյի եւ թատրոնի դերասանուհի։ Էմմա, դպրոց բացել կա տենց մտադրություն։ Կա նման մտադրություն, բայց դեռ չեմ ուզում շտապել, որովհետև եթե բացվի դպրոցը, դա պիտի լինի մեկ այլ հարթության վրա, մի ուրիշ դպրոց, որովհետև ես ուղղակի պատասխանատվություն ունեմ դա անելու միայն լավ։ Թե մարդ եթե մի բան անում է կամ պիտի լավ անի կամ չանի, եթե միջակ պիտի բան լինի, ավելի լավ է չլինի։ Բայց դեռ որ այստեղ դեռ որ ոչ։ Հետագայում անպայման այդ նպատակները կային եւ անպայման կիրագործվեն, բայց իմ նպատակն է, որ անպայման երբ ես վերադառնամ Հայաստան, շարունակեմ իմ գործունեությունը այնտեղ։ Ճիշտ ասած, ես էլ մի պահ ուզում եի ես էլ դպրոց բացել, հետաքրքիր դերասանական դպրոց ստուդիան, ինչպեսին ես ունեմ Հայաստանում, ու հումորի թեքումով, հետո, չգիտեմ ինչի, մի պահ կանգնեցի, հետո տեսնենք, միգուցե հետագայում։ Կա մի թեմա, որի մասին դուք ուզես խոսած, որը ես ուզում եմ։ Որտեվ լինում է մեկ-մեկ դուրս են գալիս, ասում այ կուզեի սրա մասին խոսեի, բան, ես այդ համար այդ հարցը տալիս եմ, կա տենց թեմա, որի մասին հիմա կուզես խոսել։ Հա, երևի այն թեման, որի մեջ հիմա ես եմ, կուզեի մեր հեռուստադիտողներին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր ինչ որ պատճառներով լքում են իրենց երկիրը եւ ինչ որ պատճառներով հայտնվում են ուրիշ տեղ եւ անցնում շատ դժվար եւ բարդ ճանապարհով դրա մասին խոսել։ Ես մի վիդեո տեղադրեցի, որտեղ խոսեցի, որ մի քանի ամիս անց ես Միացյալ Նահանգները դեռ չեմ սիրել։ Որտեղ իմ սեփական բլոգն է, ես ունեմ իմ կարծիքը արտահայտելու իրավունք եւ հայտնվեց մի վատ մեկնաբանությունների ալիք, որտեղ ինձ անդադ քննադատեցին եւ ասեցին դուր չի գալիս գնա, բա ինչի ես մնացել, քեզով ապահում, քո ինչն էր այնտեղ պակաս, կուզեմ այդ թեմայի շուրջ խոսել, իրականում այո, ինձ ոչինչ չէր պակասում իմ երկրում, ոչ մի վայրկյան, ոչ մի բնագավառում, բայց երբեմն կյանքը մեզ ստիպում է հայտնվել որևէ տեղում, որևէ վայրում եւ որևէ իրավիճակում, որը երբեք հենց այնպես չի լինում։ Երբևիցե չեմ մտածել, որ ինչ որ մի օր ես կունենամ ընտրելու հնարավորություն ապրել իմ երկրում, թե ոչ, որովհետև շատ, իդեպ եկա Միացյալ Նահանգներ, նոր հասկացա, թե ինչքան հայրենասեր եմ ես։ Ես չգիտեի դա Հայաստանում, եթե անկեղծ։ Եվ շատ դժվար է մանավանդ արվեստագետի ստեղծագործող մարդու համար գալ եւ մտնել մի ուրիշ կենցաղավարության մեջ, մի ուրիշ աշխարհ եւ փորձել այստեղ էլ զբաղվել են գործով, որը սիրում ես, որովհետեւ ուրիշ մասնագիտությունների պարագայում դու կարող ես։ Այո։ Եվ ես միշտ այդ օրինակն եմ բերում, երբ կապ ունի նաեւ թե որ տարիքում ես գալիս։ Երբ ծառը դեռ բերք չտված դու փոխում ես իր արմատը, հա, հողը, ինքը կարող է աճել, ինքը ուրիշ կերպ կկպնի, բայց երբ արդեն բերք է տվել այդ ծառը, երբ արդեն ինչ որ ճանապարհ է անցել եւ դու իրեն ուղղակի արմատներից պոկում ես ու տեղափոխում, դա մարդու համար մեծագույն ստրես է։ Եղավ Էմմա ջան, եղավ ապրես, շատ սիրուն խոսացի, շատ սիրուն նկարագրեցի։ Ուզում եմ ասել, որ այդ միակողմանի թող չնայեն, որովհետեւ ոչ մեկս չգիտի թե դիմացինը ինչ է ապրում։ Հա։ Իսկ հիմա դու կարող ես իրական պատմություններ պատմել։ Այո։ Այ Լալայի չաթ է շփել, ինձ Լալայի հետ կապված ունես որևէ հետաքրքիր պատմություն։ Ավայտիկին Նացականյանի հետ կապված բոլոր պատմությունները կարելի է հիշել ծիծաղով ու ժպիտով, որովհետև իր հետ լուր առանց ծիծաղի նստել չէր լինում, դուք էլ կփաստեք։ Բայց մի պատմություն եմ հիշում։ Ուրեմն ներկայացումն ենք բեմադրում, Տիկին Նացականյանը համ խաղում էր, համ գրում էր, համ բեմադրում էր, միշտ ասում էր ես քայլող թատրոն եմ։ Ներկայացումն ենք բեմադրում, միզանսցեն ենք դնում արդեն։ Եվ եկել է արդեն այն պահը, որ մեր լուսավիկի հետ աշխատում ենք։ Հիմա ասում է, այդտեղ լույսը անջատում ենք, անջատեք լույսը, անջատեցինք, մթություն է, պետք է ամբողջությամբ մութ լինի եւ դահլիճում, եւ բեմում, ոչ մի լույս պիտի չլինի, որովհետեւ կրակոց է լինում։ Եկել Տիկին Նացականյանը այդ մթության մեջ ասեց, ես ու ինքն ենք կանգնած բեմում։
ասեց հիմա ով է դուրս գալու բեմից։ Ես հաջորդ տեսարանում պիտի հենց լույսը վառվի, բեմում լինեմ։ Ասեցի դուք Տիկին Նացականյան, ես բեմում եմ հաջորդ տեսարանում։ Մեկ էս ասեց. Ոչ, ես չեմ կարող դուրս գալ, դու պիտի դուրս գաս, ես մթության մեջ չեմ տեսնում։ Ասա Տիկին Նացականյան, ես էլ չեմ տեսնում։ Ու միշտ ամբողջ այդ փորձերի ընթացքում այնքան հումորայի եւ դեպքեր էին լինում, որոնք որ որևէ այդպես պատմություն։ Մի օր ներկայացման ենք, էլի Պրահայում ներկայացում ենք, չէ, Ֆրանսիայում էր ներկայացումը, ներկայացման ժամանակ, մեր ներկայացման ժամանակ երաժշտությունը 4-րդ դերակատարն էր, կարևոր դերում էր գտնվում։ Եվ այնպես ստացվեց, որ այդ մկնիկը չէր աշխատում, որպեսզի երաժշտությունը փոխվի ու հենց այդ պահին պիտի հնչի կրակոց, որ տեսարանը փոխվի։ Հիմա այդ կրակոցը չի հնչում, բեմում էլ չգիտենք ինչ անենք, էլ ինչ տեքստեր ենք հորինում, խաղում ենք, ու Տիկին Նացականյանը շատ պրոֆեսիոնալ կարողանում էր բեմում հուշել։ Սենց ձեռքով կարողանում էր հուշել։ Մի հատ գնա տես այդ աղջիկը, այդ երաժշտի մասին խոսում։ Ինչ արեց այդ երաժշտությունը, մեկ էլ հիմա բոլորս, էլ արդեն պատկերացնում եք 10 րոպե ձգվում է դա, էլ արդեն չենք կարող բեմում մնալ։ Բոլորս հերթով բեմից փախանք։ Բեմում ոչ մեկը չի մնացել ու ոչինչ չի կատարվում։ Մտանք ներս ու տեսանք, որ այդ աղջիկը չի կարողանում, որովհետև մկնիկը չի աշխատում, երաժշտությունը չի կարողանում դնել։ Տիկին Նացականյանը իրեն չկորցրեց։ Դուրս եկավ բեմ, ասեց. Հիմա մենք ունենք երաժշտության հետ կապված խնդիր։ Եվ դա տեխնիկական խնդիր է։ Խնդրում եմ մի փոքր համբերեք, մինչև մենք այդ խնդիրը կլուծենք, բայց պատկերացնում եք այդ պահին այդ լարվածությունը եւ մի 15 րոպե մենք զբաղացրեցինք մարդկանց, մինչև կարողացանք արդեն ներկայացումը շարունակել։ Էմա ջան, երկու կարճ, շատ կարճ, որտեղ ժամանակ արդեն սպառվում է, կարճ անեկդոտ։ Ոյ, անեկդոտ։ Ուրեմն մեկը իր ընկերոջն ասում է. Այ ախպեր, այն մեր Վարդգեսի տղեն մահացավ, ինչի չեկար։ Պատտվում է, ասում է. Դու գիտես, այդ Վարդգեսին вообще չեմ սիրում։ Քո տղեն լներ, լուրջ եմ ասում, թե չգայի։ Տատը։ Մյուսը մեկը արփած նստում է տաքսի։ Նստում ասում է, ախպերս ինչ ես աշխատում։ Այս տաքսիստը հասկանում է, էլի հարբած է, ձեն չի հանում։ Իր ճանապարհն է շարունակում։ Այս մարդը մի քիչ գնում են նորից է հարցնում, ես ախպերս հարց եմ տալիս, ասում եմ ինչ ես աշխատում։ Այս մարդը էլի չի պատասխանում, էլի ասում է ինչ ա ուզում։ Մի քիչ էլ են գնում նորից է հարցնում, ախպեր քեզ հարց եմ տալիս, ինչ ես աշխատում։ Ասում է դատախազ։ Ասում է բայց քեզ նեղվում ես օրով գրդոն չի անում, այ ախպեր։ Շատ լավն է։ Այ ապրես լավ բան, շատ լավ անեկդոտ էր։ Էմմա ջան, ավարտվեց։ Բայց այսքան շուտ։ Ես էլ ուզում եի իմ կյանքի պատմություններից մի բան պատմել, հումորային։ Հա, դա էլ պատմեմ, ուրեմն ես շատ մոռացկոտ մարդ եմ, բայց ինչ եկել եմ Միացյալ Նահանգներ, ավելի մոռացկոտ եմ դարձել եւ ինձ հրավիրում են ծնունդ։ Ծնունդը լինելու ամսի 21-ին։ Ես հիվանդ, շատ հիվանդ, պարկած եմ, բայց պիտի գնամ, հրավիրել են մեծ ծնունդա, կնունքա, 100 քանի հոգանոց։ Ես վեր եմ կենում ու ասում եմ, ոյ, ոնց պիտի գնամ, մի կերպ պատրաստվում եմ, հասնում եմ, տղայից վերցնում եմ, գիտես, հեսա գնալու ենք, այնտեղ հերոսներ են լինելու, խաղալու ենք, ծնունդ ենք, գնում ենք ծնունդ, հասնում եմ, զգում եմ, որ մարդ չկա, բայց արարողություն է, ինչ-որ բաներ են, այնտեղ մատուցողներն են խառնված, ու այդ ընթացքում սթորի եմ անում, ասում եմ, մենք առաջինն ենք եկել, այդ շատ լավ նշան է, մենք շուտ ենք եկել, հեսա լավ է անցնելու եւ այլն, մեկը ինձ ոնց որ ուղեղիս ասի, Էմմա ջան, մի հատ մտի ներս էլի, մի հատ մտի տես կարող եմ ներսում են մարդիկ կամ մի հատ նայի։ Մտա այդ մատուցողուհիներ այնտեղ ասեցի կներեք էլի, միգուցե ես սխալ եմ եկել, ուրիշ մուտք ունի այս ռեստորանը էլի, կացեք որտեղից պիտի մոտենամ։ Մեկ էլ նայեց ասեց, Էմմա ջան, կներեք, բայց այսօր ամսի 22-ն է, դուք 21-ին էիք ծնունդ։ Ես մի օր հետո էի գնացել։ Եղավ Էմմա ջան, դե շնորհակալություն, որ եկար, շնորհակալություն այս հետաքրքիր զրույցի համար։ Ես Քենեթ Վիլիջ ծաղկի սրահի եւ մեր կողմից ուզում եմ քեզ նվիրել այս համեստ ծաղկի փունջը։ Ու սպասել քո հաջողությունները։ Շնորհակալություն։ Անչափ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Հաջողություն։ Հաջողություն։
Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում իմ հյուրներ դերասանուհի, կինոյի եւ թատրոնի Էմմա Շաբոյան, իսկ այժմ մեր հաղորդման վերջին խոսքերը։ Ասում է առողջ մուրացկանը ավելի երջանիկ է, քան հիվանդ թագավորը։ Այսքանը բարեկամներ, մինչ նոր հանդիպում, բարի գիշեր։ Էմմա ջան, Հաջան, ես ինչպես ես դիհարել։ դե մտածմունքից, ստրեսից, հազար բան կա մտածելու։ Իդ ինչ կա մտածելու, որ ես դիհարել ես։ Ամուսինս դավաճանում է։ Դարդերից սենց նիհարել է։ Եվ որ դավաճանումը բաժանվի։ Բա, չէ, մի 5 կիլո է նիհարեմ նոր։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Էմմա Շաբոյանի հետ։ Էմմա ջան, իմիջիալոց Շաբոյան ազգանունը ինձ շատ ծանոթ ու շատ մի տեսակ այնց հարազատ ազգանուն է, որովհետև ես բարի մեծ բարպետ ա եղել լեննականում, չէ, Աղասի Շաբոյանը, որ այդ ես անձամբ ծանոթ եմ եղել ու շատ անուշ շատ հետաքրքիր անձնավորություններ, պարարվեստի մեծ մասնագետ Շիրակի մեղեդիներն էլ նկարեցին, որը շատ մեծ համբավ ու բաներ բայելում ժողովրդի մեջ։ Ես ուզում եմ քեզ հարցնել, դու որևէ կապ ունես Աղասի Շաբոյանի հետ, իրանց այդ ազգանունը։ Այո, բարեկամներ ենք։ Հա։ Այո։ Ինչն է։ Եթե չեմ սխալվում, որպեսզի չսխալվեմ, գիտեմ, որ պապիկս եւ ինքը եղբոր Թորներ են, երկու եղբոր թորներ են կամ հորեղբոր թորներ են։ Չես տեսել իրան։ Չէ, ես չեմ տեսել, չէ։ Էմմա ջան, ընդհանրապես ստենդափը մի հոգով են անում։ Ես չէ, դեցա ստենդափ։ Բայց ես լսել եմ, որ դու ստենդափ ես ուզում անել, շատ տաղանդավոր, ես իրան շատ հավանում ու հարգում եմ մեր Վահագնի հետ, 32 ատամի։ Տենց բան կա, մոտ ապագայում, մոտ ապագայում։ Այո, քանի որ ինձ հիմնականում մարդիկ ճանաչում են որպես ամուսնությունից առաջ ու հետոյի աղջիկը, ես իմ բլոգը վարում էի եւ այդպիսի կոնտենտ ունեի։ Ես դրանով հայտնի դարձա, այո, իմ հումորներով կարելի ասել։ Դե գիտեք, հումորն էլ վերցանում է շատ լուրջ խնդիրներ, որոնց մասին ուզում ենք հումորով, բայց բարձրաձայնել, էլի։ Եվ այստեղ երբ եկա Վահագնի հետ որոշեցինք համագործակցել եւ հետագայում կլինեն արդեն հստակ ինֆորմացիան թե երբ կլինի եւ ինչ կլինի, բայց բոլորս մեր ստենդափ ներկայացումներով հանդես կգանք առաջիկայում։ Էլի համագործակցություն ունեցանք այս վերջերս իմ փոքրիկ Երևան ներկայացումներ Իրեն Dance ստուդիոյի, որտեղ ես իմ ձայնը հնչեց բեմում, պարերից առաջ ես էի կարդում, որպես մայրիկով վերադարձել էր Երևան իր աղջկա հետ, սենց ինձ շատ հոգեհարազատ այդ կարոտը, այդ ամեն այդ թեմաները, մի խոսքով համագործակցությունները դեռ կան ու շարունակվելու են, հուսամ շարունակական կլինեն։ Շատ լավ է, էլի ավելի շատ մարդիկ են զբաղվում, գործ եք ունենում, աշխատանք եք ունենում, շփվում եք, մշակույթը պահում եք։ Խելագարվել կարելի է, եթե չաշխատել։ Շատ շնորհակալ գործ է, շատ լավ գործ է, հայ մշակույթը, հայ երևանյան հումորը, հայաստանյան հումորը, նաև այստեղի հումորի հետ խառնելով շատ հետաքրքիր բաներ է ստացվում։ Շատ հաճելի է ու ողջունում եմ ես այդ նախագծի համար շատ ապրեք, Աստված հաջողություն տա։ Ունես նաև մի փոքրիկ 3 տարեկան շատ անուշիկ տղա։ Գիտեմ, այդ նրա մասին էլ գիտեմ, ուրեմն ինչ անում քո տղան։ Քո ներկայացումներում կա նախ հետել ասում։ Չէ, իդեպ ուրեմն ես միշտ ասում եմ, ես չեմ ուզում իմ տղան դերասան դառնա, հանկարծ դերասան չդառնա, ատամ հատիկին քաշեց դերասանի մասնագիտությունը, ու ես շոկի մեջ էի, որովհետև չեմ ուզում, եւ մեջը կա մի, չգիտեմ ոնց տենց ստացվեց, այդ երեխան ծնվել է այդ տաղանդով, ունի բոլորի ձևեր, արդեն զգում եմ։ Հա, մի հետաքրքիր փոքրիկ ունեմ, 3 տարեկան է,
Հիմա պարտեզը հաճախում, բայց հետաքրքրաշարժ, բնավորությամբ ինձ շատ նման, արտաքնապես ընդհանրապես, բայց բնավորությամբ ինձ շատ նման մի փոքրիկ տղա ունեմ։ Դե Աստված իրան հաջողություն տա, առողջ ու լավ բացանա, թող շատ պետքական մարդ դառնա։ Երբ ես քեզ հարցրեցի, ասի երգում ես, Էմա, ասեցիր, եթե ուզում ես քո հաղորդումը փակեն, երգեմ։ Շնորհակալություն, որ զգուշացրեցի։ Ես անկեղծ մարդ եմ։ Ապրես Էմա ջան։ Եթե տենց է, ուրեմն մի հաղորդման եկող կամ դի երգի կամ որևէ, դե մշակույթի մարդ ես, մի որևէ բան ներկայացնի։ Գոնե մի փոքրիկ քարյակ բանաստեղծություն կարող ես ներկայացնել։ Փորձեմ։ Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծություններից կազմունք եմ, ում շատ սիրում եմ։ Դու հեռացար, բայց ես գիտեմ, ուր էլ գնաս ես քեզ հետ եմ։ Քո հոգու մեջ ես այնքան շատ կամ արդեն, որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա։ Հազար աչքեր հուրհրան քո առաջին, միևնույնն է ես կնայեմ աչքից ամեն աղջկա։ Ով էլ խոսի քեզ հետ իմ ձայնը կգա, իմ շշունջը կփարվի քո ականջին։ Էլեկտրավառ փողոցներով երբ քայլես, իմ հայացքը քեզ կցոլա լամպից լամպ։ Ծառերի թավիշները դիպչեն քեզ, հոգնած դեմքդ կշոյեն իմ քնքշությամբ։ Տուն գաս նորից, քո գրքերի մեջ սուզվես, թղթերիդ մեջ ես կերևան վերստին։ Ծխախոտի ծուխ կդառնամ քո շուրթին, լուսամուտդ փակես մրիկ կլինեմ, հողմ կլինեմ ու կփշրեմ ապակիդ, ու կխառնեմ թղթերդ, կյանքդ, հոգիդ։ Շատ սիրում բանաստեղծությունն է, ես շատ հրաշք բանաստեղծությունը, հրաշք, ու դու շատ գեղեցիկ էլ կարդացիր այդ բանաստեղծությունը, շնորհակալություն դրա համար, ես շատ մեծ բավականություն ստացա։ Բանը, իսկ ծնողներդ ինչ մասնագետներ են։ Ծնողներս ոչ մեկը բարձրագույն կրթություն չունի եւ չի ավարտել եւ իմ մասնագիտության հետ կապ չունի, այսինքն մեր ընտանիքում տոհմում դերասաններ, արվեստագետներ չեն եղել եւ ես չգիտեմ այդ ոնց ստացվեց։ Տենց երևի որոշված էր։ Այսինքն գեների մեջ իրանց չկա։ Ընդհանրապես արվեստի հետ կապ ունեցող։ Որ դու այդ հարսուկեսուրի այդ բաները Չգիտեմ, հումորը ինձ մոտ եղել է ի սկզբանե, ես միշտ շատ հումորով մարդ եմ եղել, բայց հումոր ներկայացնելը դա արդեն երևի մի փոքր էլ մասնագիտական, հա, ուղղվածություն ունեցավ։ Դժվար է հումոր ներկայացնելը, դժվար է ամեն մարդ։ Ամենաբարդ բանն է եւ ասում են, որ ամենադժվար բանն է, որ ասում են մարդուն լացացնել ավելի հեշտ է, քան ուրախացնել։ Քան ուրախացնել, այո։ Երևի Տիկին Նացականյանի հետ այդքան շփումն էլ իմ հումորը շատ մեծ բացեց։ Քայլող հումոր էր Լալան, էլի, նա կողքից կանգնում էր, արդեն հումոր, բերանը բացում էր, արդեն հումոր էր, իր այդ էներգիան, այդ աշխուժությունը, այդ հմայքը, բեմական հմայքը, մի խոսքով շատ անընդհատ գրում էին նորություններով, միայն թե իմանաք ով է Էմա Շաբոյանի սկեսուրը, միայն թե իմանաք ով է Էմա Շաբոյանի մորաքույրը, ու տենց զանգում էին, միշտ ծիծաղում էին, ասում էին Տիկին Նացականյան իմացել եք, հիմա էլ գրել են, որ իմ մորաքույրն եք։ Մի օր շատ կատակով ասեց, այ Էմա ջան, լավ պրծանք, լավա չեն գրել քերին եմ։ Դες Լալա շատ սիրուն լավ հումոր ուներ, ափսոս, հազար ափսոս։ Իսկ դու ստեղ որևէ սերիալում կամ ներկայացման մեջ հրավիրել սերիալում, ասեք հրավիրել են նկարահանվելու։ Այո, նկարահանվել եմ, Ափսոս նախագծում եմ նկարահանվել, երբ եկա, երևի Ափսոս Սոս Կարապետյանի։ Հա։ Երևի 3 ամիս անց արդեն նկարվեցի, հիմա դեռ ոչ։ Բայց հուսամ կլինեն առաջարկներ, իսկ ես միշտ բաց եմ իմ մասնագիտության մեջ յուրաքանչյուր առաջարկի հետ, որը իհարկե ինձ հարմար կլինի եւ մարդիկ հարմար կգտնեն։ Ուրեմն սպասում ես նոր։ Անպայման միշտ, ես միշտ բաց եմ։ Դե լավ։ Դե սիրելի Էմմա, ավարտեց նաեւ երկրորդ մասը մեր հաղորդման։ Տեսնում ես ինչ արագ անցնում։ Թուրթուրացնեմ։ Կարելի է անցնեմ գովազդի հետ։ Խնդրեմ։ Սիրելի բարեկամներ, գովազդը արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ զրույցս Էմմա Շաբոյանի հետ։ Գովազդ արդյունի եթերում։
Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօրվա իմ հյուրը շատ հետաքրքիր մի անձնավորություն է, կարմիր շորերով, որ իրան շատ սազում է, կինոյի եւ թատրոնի դերասանուհի Էմմա Շաբոյան։ Ահա եւ ինքը։ Բարև ձեզ։ Բարև Էմմա ջան։ Համեցի նստիր։ Էմմա ջան։ Ողջույն։ Լավ ես գունքես։ Լավ, շնորհակալ եմ, դուք ինչպես եք։ Շատ լավ, փառքաս։ Ուրախ եմ Էմմա ջան, ուրախ եմ շատ, որ դու այսօր իմ հյուրն ես։ Ես եմ ուրախ, որ ձեզ հետ նույն տաղավարում եմ։ Ակնկալում եմ, որ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Մի փոքր պատմի քո մասին։ Ես ծնվել մեծացել եմ Երևանում, Արմատներով Լենինականից եմ։ Փոքր ժամանակ շատ ակտիվ, չար մի աղջիկ եմ եղել, ով ընդհանրապես չի երազել դառնալ դերասանուհի։ Երազում էի դառնալ անասնաբույժ, քանի որ շուն շատ էի սիրում եւ իմ նպատակն էր բոլոր հիվանդ շներին բուժել, բայց իմ դեպքում մի փոքր այլ կերպ դասավորվեց իմ կյանքը եւ ի տարբերություն ուրիշների իմ ծնողները դեմ էին այդ մասնագիտությանը եւ մայրս իր թեթև ձեռքով ինձ ուղղորդեց դառնալ դերասանուհի։ Եվ այդպես էլ ստացվեց։ Ապրես, շատ լավ է, հետաքրքիր։ Որի համար մի վայրկյան անգամ չեմ փոշմանում։ Հա, դու ուրեմն բարձրագույն կրթություն ունես թատերական։ Այո։ Ավարտել եմ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Լալա Մնացականյանի եւ Ռաֆայել Քոթանջյանի արվեստանոցը։ Լալայի։ Լալան իմ թուլությունն է, դու իմ ամենաթույլ կողմին գտար, որտեվ շատ սիրում եմ ես Լալային, շատ։ Լալայի հետ մենք ընկերացանք հենց կինոյից ու դարձանք լավ ընկերներ, հարազատ ընկերներ, հարազատից հարազատ անգամ ընկերներ դարձանք, ես ինքը Հրանտը, ու այս երեկո ոնց որ մի ընտանիք լինենք, մի հարազատ ընտանիք։ Ու շատ միշտ եմ հիշում ես Լալային, ու շատ իր կորուստը շատ եմ զգում էլի, որտեվ ինքը մի գեղեցիկ գույն էր, հաճելի գույն էր, մեր արվեստի մշակույթի երկնակամարում ու իրան կորցնելը, այդ գույնը կորցնելը դաժան է մեր բոլորի համար։ Ինչ ասեմ, շատ ենք սիրում ու շատ կսիրենք ու կհիշենք մեր Լալային։ Այս թեմայի հետ առնչվելուց անհնար զգացմունքներ ինձ մոտ զսպել, որովհետև Տիկին Նացականյանն իմ կյանքում կարևորագույն մարդ է եղել եւ այսօրվա Էմմային կերտել է հենց Տիկին Նացականյանը, որի համար անչափ ուրախ եմ, որ երբ ինքը ողջ էր, ես ամեն հնարավոր առիթին շնորհակալ էի լինում, բայց հիմա էլ ամեն վայրկյան ես շնորհակալ եմ ու իր բացը ու իր կարիքը ամեն վայրկյան եմ զգում։ Եվ ես ուղղակի բախտավոր եմ, որ իր հետ կարողացել եմ ունենալ այդքան երկար ճանապարհ, որովհետև Տիկին Նացականյանն ինձ տվել է մի շատ թանկ բան, իր դպրոցը։ Ես ավարտելուց հետո թատերական ինստիտուտում դասավանդել եմ 5 տարի բեմական խոսք առարկան, որը ես 28 տարվա մեջ իր գործունեության, որպես մանկավարժ, եղել եմ միակը, ում ինքը վստահել է դպրոցը, եւ միշտ ինձ ասում էր. «Էմմա, չթողնես, ես միայն քեզ եմ դա վստահել, միայն դու կարող ես շարունակել ինձանից հետո, հանկարծ չթողնես մասնագիտությունդ»։ Եվ հիմա երևի միակ իմ մեծ ցավը, որ ես Հայաստանից եկել եմ այստեղ, դա այնա, որ ես չեմ շարունակում իր դպրոցը, բայց Սրտի դարդ է եղել, չէ՞։ Շատ։ Ոչինչ կարելի է ուղղել հետ։ Իհարկե, ուղղելու եմ, անպայման։ Մի օր անպայման ուղղելու եմ։ Էմմա ջան, հիմա ինչով ես զբաղվում։ Նախ ասեմ, որ իմ մասնագիտության հետ կապված բավականին քայլեր եմ անում, բայց այստեղ հիմնեցի իմ բիզնեսը, որի մասին ընդհանրապես չէի էլ մտածել ու չէի էլ կարծում, որ կարող է երբևիցե նորից անդրադառնամ այդ ամենին։ Բիզնեսս փոքրիկ երեխաների ծնունդների կազմակերպության հետ է կապված, այսինքն մենք կազմակերպում ենք, երեխաներին ուրախացնում ենք, հերոսներ ենք տրամադրում, մի խոսքով այն ինչ կապված է ծնունդի հետ, եթե մամաները ուզում են, այդ օրը ուղղակի վայելել իրենց օրը, իսկ իրենց երեխաները լինեն ակտիվ խաղերի մեջ,
գեղեցիկ միջավայրում, ապա կարող են դիմել ինձ։ Իրանց համար անմոռաց անցնել այդ երեկոն։ Նա միշտ հիշողություններ։ Այդ դեպքում կարող են դիմել ինձ։ Հիմա հիմնականում դրանով է զբաղվում։ Հիմա դրանով եմ զբաղվում, նաև բեմադրություն եմ անում փոքրիկների հետ, որը մի քանի ամիս հետո արդեն կհանձնենք հանդիսատեսի դատին։ Ինչ ձևով եք հանձնելու, որևէ սրահում կխաղալ։ Այո, անպայման խաղալու են, բայց դեռ հիմա այդ պատրաստական աշխատանքների մեջ ենք, եւ նաև էլի համագործակցություններ, որոնք արդեն ավելի մի փոքր իմ մասնագիտական եւ իմ ուղղվածությամբ հումորային ստենդափ ներկայացում, որը որ դեռ որ չեմ ուզում ճակերտները բացել կլինի։ Որային, հա, լավ, դրա մասին ենք խոսենք։ Չէ, մի թեթև կարելի է բացել, որ մարդիկ անհամբեր սպասեն այդ երեկոն։ Իսկ Հայաստանում, Երևանում ինչ սերիալներում ես նկարահանվել։ Հայաստանում նկարահանվել եմ Կարմիր բլուր սերիալում, իդեպ այնտեղ երկու կերպար եմ մարմնավորել։ Առաջին կերպարը 90-ականների կերպար էր, մեծ կին էր, մազերս էին այդպես սարքել, մեյքափս էր այդպեսին, մի հատ լրիվ ուրիշ ծյոծյա, այսպես ասած։ Հետո, երբ արդեն սերիալը շարունակվում էր եւ պետք էր կերպարով կխաղա հենց այդ կնոջ մորաքրոջ աղջիկը, քրոջ աղջիկը, ես նորից մտա սերիալ, արդեն մեր օրերի էման, այդ ժամանակ բաց գույնի մազերով էի։ Մի խոսքով երկու կերպար մի սերիալում, հետո Մոր խոստում սերիալում, դասամիջոց սերիալում եմ վերջում գալուցս առաջ, մի ամիս առաջ նկարահանվեցի նաև դասամիջոց սերիալում։ Այդ դասամիջոցում ես էլ եմ, չէ՞, նկարահանվել։ Այո, ստացվում է մենք նույն պրոյեկտում ենք նկարահանվել, բայց չենք հանդիպել։ Հայաստանում նկարահանվել եմ, եկել եմ այն առաջի մասը Հագին Եսկայի, հետո էլի որը տեղ էի դեկտեմբերին, ես տարին երկու անգամ գտնում գալիս եմ։ Տեղել եմ նկարահանում, այստեղ էլ։ Նկարվեցի, ահագին նկարվել եմ, բայց հələ հերթը չի հասնել, որ եթեր գնա, որովհետև մինչև այդ շատ բաներ էին նկարել իրանք, նենց որ շուտով իմ շատ հետաքրքիր բաներ ա, սիրո տեսարաններ ունեմ Լանջունու հետ, բան շատ լավ սերիալներ են նկարահանել։ Շատ հետաքրքիր սերիալ է իդեպ։ Ուրեմն մի ֆիլմում նկարահանել ենք, ու իրար չենք ճանաչել։ Ու իրար չենք տեսել ուղղակի, դե այդ ժամանակ տարբեր օրեր, տարբեր մարդիկ են կանչում, տարբեր տեսաններ նկարվում են գնում։ Հետո ես իմամ ասում, այս էլ է մեր ֆիլմում, բաց։ Շատ հետաքրքիր է։ Իսկ ներկայացում խաղացել ես, չէ՞, Հայաստանում։ Այո։ Որ ներկայացումն ա եղել։ Վերջին ներկայացումը իդեպ Տիկին Նացականյանի հետ էր Թեթև Սոլիկ Մարթասպանը ներկայացումը, որը Հայաստանում շատ խաղացինք, անգամ հյուրախաղերով գնացինք Եվրոպա, այնտեղ խաղացինք Ավստրիայում, Ֆրանսիայում եւ Պրահայում, 3 լեփ-լեցուն դահլիճներ ունեցանք։ Թատրոնը շատ սիրել եմ միշտ, բայց ես միշտ, երբ ուսանողական տարիներին սովորում էի, միշտ ասում էի, ես ուզում եմ դառնալ կինոյի դերասանուհի եւ ուզում եմ լինել բեմական խոսքի մասնագետ։ Միշտ առանձնացրել եմ դա, բայց իհարկե բախտ ա վիճակվել խաղալ թե դիպլոմային ներկայացումներում, թե հետո կոմերցիոն շատ ներկայացումներում, բայց ինձ չի ձգել երբեք մտնել որևէ թատրոնում աշխատել որպես թատրոնի դերասանուհի։ Թատրոնը ուրիշ բան է։ Դե դա ուրիշ մի, շատ սիրում եմ, բայց ես ավելի շատ նախընտրել եմ ուրիշ կողմը։ Դե լավ, դե կինոն երազանքդ մեկը կատարվեց, թատրոնել եմ բեմադրություն ես պատրաստում, դա էլ կլինի շուտով, բեմական խոսքեր մտածում ես, որ արդեն բանան ես սկսես, բայց որ քո խոստումը կկատարվի կամաց լալային, իսկ քո երազանքն էլ իր հերթին։ Անպայման։ Էմա ջան, մեր 3 մասից է բաղկացած մեր հաղորդում, առաջի մասը ավարտվեց։ Վայ, այսքան շուտ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել քո թույլտվությամբ, ձեր թույլտվությամբ Տիկին։ Անցնել մեր գովազդին, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTD եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը, շատ հաճելի, շատ տաղանդավոր մեր Էմմա Շաբոյանի հետ, կինոյի եւ թատրոնի դերասանուհի։ Գովազդ ARTD եթերում